պարոն Մանուկյանին արձագանքենք, որովհետև պարոն Մանուկյանը ուզում էր, որ արձագանքենք, խնդիր չկա, ճիշտ ասած չեմ ուզում ձեր հերոսը դառնամ, բայց ոնց կորոշեք։ Հարգելի պարոն Մանուկյան, ուրեմն մի քանի հարց, ես ընդհանրապես կուզեմ ձեր հետ իմ փորձով կիսվել, ես չգիտեմ դա ձեզ որքանով կհետաքրքրվի, բայց ինչը որ կասեմ, հավատացեք ընդհանրապես հեգնանք չի, սա եղբայրաբար եմ ասում, գոյություն ունի Դանին-Կրուգերի էֆեկտը հայերեն, որ խնդրեմ կհիշացնեք, ուրեմն հայերեն է, եթե ասում եք հայերեն է։ Ես ինքս դրանու միջով անցել եմ, որովհետև նույնպես ունեցել եմ տնտեսագիտական կրթություն, կիրառական մաթեմատիկայի կրթություն եմ ունեցել, որը հավատացեք ոչ բոլորին է հասանելի, այդպես է, որովհետև պիտի մաթեմատիկայից լավ գիտելիքներ ունենաս, եւ եղել եմ ավականու անդամ, ավելին ասեմ ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ եմ եղել երկար տարիներ։ Եվ ես կխնդրեմ, որպեսզի դուք այդ Դանին Կրուգինի մասին կարդաք, ինքը հետեւյալի մասին է, որ գալիս է մի իրավիճակ, որ քեզ թվում է, որ դու ամեն ինչ գիտես։ Եվ դա սկզբնական փուլում է տեղի ունենում, մարդուն թվում է, որ ինքը եթե մի անգամ գնում է, չգիտեմ, ՓԲ եւ վերստում է տվյալներ և ամբիոնի մոտ ընդամենը 3-4 թիվ բազմապատկում է տեղում, մի հատ էլ պարոն Փամբուխչյանին ասում է թղթով, որ խնդրեմ կամփոփեք գումարեք, ինքը վերլուծություն արել է։ Իրականության մեջ, պարոն Մանուկյան, այդպես չի։ Եվ ես ձեզ ասեմ, որ ես որքան էլ ինձ համարում եմ, որ արդյունավետ ավականու անդամ եմ եղել, բայց երբ տեղափոխվեցի գործադիր մարմին, հասկացա, որ շատ ու շատ դետալներ կան, որոնք այս դահլիճից հասանելի չեն։ Ես սա ելի եմ ասում, չեմ հեգնում, ես սա մաքսիմալ անկեղծ եմ ձեզ ասում։ Եվ երբ տեղափոխվում ես գործադիր մարմին, հավատացեք, դա արդեն այլ աշխատանք է եւ բազմաթիվ գործոններ կան, որոնք պետք է հաշվի առնել, եւ ես ձեզ վստահեցնում եմ, որ դուք բազմաթիվ գործոններ հաշվի չեք առնում, ուղղակի որովհետեւ չեք կարող հաշվի առնել օբյեկտիվորեն, որովհետև չեք տիրապետում եւ գործադիր մարմնում չեք։ Մի օր երբ որ ինքներդ այդ հնարավորությունը կունենաք, ես կարծում եմ, որ շատ հնարավոր է, որ ինչ-որ ժամանակահատված հետո նույնպես ինչ-որ մի ոլորտում ինքներդ ինչ-որ ռեֆորմ տանեք առաջ, համենայն դեպս կարծում եմ, որ այդ գիտելիքը ունեք։ Եվ ինչ վերաբերվում էր մանկապարտեզներին եւ մնացած մտահոգություններին, որ ասում եք տրանսպորտի հավաքագրման հետ կապված ունենք խնդիրներ, տրանսպորտի հավաքագրման հետ ունենք աճող դինամիկա, եւ ինչը սպասելի էր, մեր հիմա խնդիրը այնա, որ փաստացի այն ինչը որ մենք հավաքագրում ենք ճիշտ պրոյեկտենք ամբողջ տարվա համար եւ ըստ դրա ճիշտ հաշվարկենք ֆինանսական հոսքերը, այսինքն տեղում որոշակի ճշտումներ, եթե պետք է, իհարկե պետք է իրականացնենք, որովհետեւ այս ռեֆորմը իրոք շատ բարդ ռեֆորմ է եւ բազմաթիվ տարբեր գործոններ ի հայտ եկան եւ մանկապարտեզների մասով նշեմ, որ որևէ մանկապարտեզի շինարարություն, որևէ մանկապարտեզի բակի շինարարություն չի տուժել, բոլոր մանկապարտեզների մասով ֆինանսավորումը առկա է, ավելին ասեմ, որ մենք շարունակում ենք 15 բակերի, ուրեմն հիմնանորոգումը մանկապարտեզների, մենք շարունակում ենք մնացյալ 7 մանկապարտեզների հիմնանորոգումը եւ մենք շարունակում ենք մեր գործընկերների հետ 32 նոր մանկապարտեզների հիմնանորոգման ծրագիրը, որը շատ շուտով արդեն կմտնի գործնական փուլ։ Եվ խնդրում եմ նաեւ հետեւյալը հաշվի առնենք շատ կարճ, որ ձեր առջև կանգնած է մի մարդ եւ քաղաքական թիմ, որոնց ներքո է միայն մեկնարկել մանկապարտեզների հիմնանորոգումը եւ խնդրում եմ մեզ նման մտավախություններ չարտահայտել, որովհետեւ գործն է ցույց տալիս, որ մենք այդ ուղղությամբ իրական մեծ աշխատանք ենք անում։ Շնորհակալություն։ Այնուամենայնիվ, պարոն Մանուկյան, ես մի փոքր արձագանքեմ ձեր նախադասության ինստիտուտի հարգանքի եւ ձեր նամակներին։ Ամեն դեպքում ես կարծում եմ, որ նամակի բովանդակությունը շատ կարևոր է եւ տեքստը
Եվ եթե տեքստում պաշտոնական նամակի Երևանի ընտրված ավականու անդամի կողմից կրուտիտ կամ որոշակի այլ այսպես փողոցային բառեր է օգտագործվում, ես կարծում եմ, որ հենց անարգանքը սկսվում է տեղից, դիմումատուից եւ այդ նամակները միգուցե հենց արդարացիա, որ չունենան պատասխան։ Արշակ Սարգսյան